Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, սենց օրվա հետ կապված որոշեցի համացանցով եւս եթեր անել, այսօր Free News-ի ազատ շփման շրջանակներում անդրադարձել եմ հատկապես Քոչարյան Ռոբերտի, Սարգսյան Սերժի օրվա խորհրդի հետ կապված հրապարակումներին, որոնք բացառապես հայկականային եւ քաղաքականային ու չէին արտացոլում բանակի հետ իրենց կապը կամ հարգանքն ու սերը այդ ինստիտուտի հանդեպ։ Իհարկե համեմատական ընթերցեցի նաև Նիկոլ Փաշինյանի ուղերձը, բայց ժամանակը, քանի որ սահմանափակ էր, շատ կետերի վրա կանգ չառա, վաղը կշարունակենք, խոսելու թեմաները շատ են, բայց հիմա ես իհարկե դրան չեմ անդրադառնալու, դա կարող դիտել հաղորդման շրջանակներում, այլ կանդրադառնամ նրան, որոնք որ դժվար թե առաջիկայում տեղ գտնեն հաղորդման շրջանակներում, որովհետև լինում են զուգահեռ իրադարձություններ, որոնք ամբողջը 40 րոպեվա մեջ տեղավորելն է դժվար լինում, իսկ 1-2 օր անց արդեն կարծես հնացած թեմա է լինում, եւ հասարակությունը այս կամ այն կերպ իր գնահատականը տված է լինում։ Մասնավորապես ուզում եմ անդրադառնալ Նարեկ Կարապետյանի եռաբլուր այցելությանը ու այն տեսարանին, երբ մի ենթադրյալ ծնող ռուսերեն լեզվով դիմում է Նարեկ Կարապետյանին։ Մինչ այդ ես ուզում եմ մի քանի բառով խոսել այն հարձակումների մասին, որոնք որ իրականում կան եւ իրավական համակարգը այդտեղ չգիտեմ որքանով կարող է գործել, որքանով ոչ, ամեն դեպքում ես այդքան լավատես չեմ այդ առումով, որովհետեւ ընդհանուր առմամբ հենց խնդիրն էլ այն է, որ պրոֆեսիոնալները գործում են այնպես, որ իրավական համակարգին հիմքեր չտան իրենց դեմ աշխատելու։ Ու այս հիբրիդային պատերազմը, մեդիա տերորը արդեն այնպեսի մեծ չափերի է հասնում, որ մատների արանքով նայելը կլինի թերևս ամենավատ որոշումը աշխարհի, առավել եւս երբ որ տեսնում եմ շատ սովորական քաղաքացիներ իսկապես հարցադրումներ են անում, այսքան մեր բացատրելուց հետո հարցադրումներ են անում, դու փորձում ես պատասխանել, ու ասես իսկ ինչի չես նայել, էլի, այն որ երբ որ մենք դրա մասին խոսելուց ենք եղել։ Մի բարձ պատճառով, որ նրանց ի սկզբանե հորդորել են, որ այ այս մարդկանց չնայեք, իրանք միշտ ձեզ խաբում են։ Թե մինչև հիմա ինչ ենք ապրել, կամ եթե խաբում ենք, ինչի՞ չեք ընդունում մեր հրավերը ու գաք թեկուզ համացանցով Facebook-յան բանավեճի։ Ասենք գիտեք, եթե ես մտածեմ, որ մտածում եք թե օրինակ, իմ պարագայում ասեմ, գնալը դե ոչ ենք գնալու գնելի խոսանք, մենք քաղաքականագետներ ենք եւ այլն, այդ պարագայում հարցը առաջանում, ինչ եք որտեղ նստում վեր կենում գնելի անունը տալիս, այսինքն դուք այսպես թե այնպես գնահատում եք գնելի կարգային աստիճանը հայկական հասարակության միջավայրում, բայց հենց բանը հասնում է բանավիճելուն, փախնում եք, թռնում եք, ինչի համար։ Դեր եկեք քաղաքացիների իմ ու ձեր հետևորդների առաջ ցույց տվեք, թե ինչքան գնելը սխալ է գործել ու ինչքան դուք այդքան տես ճիշտ եք ձեր իսկ մասնագիտության մեջ։ Եթե մեկ օրինակ ինձ, չգիտեմ, հրավիրի դերասանական առումով մաստեր կլասների ու դրա այդ մասով բանավեճի քննարկումների, ես չեմ նայով հրավիրողը, սիրով կգնամ, որտեղ ես ինձ համարում եմ դրա պրոֆեսիոնալ է։ Ապա դուք ինչ եք խորշում ու բայց անընդհատ որտեղ նստում վեր կենում իմ անունը տալիս ասենք էլի։ Չտվեք, բարով վայելեք, շատերն են իմ անվաց տվերում փորձել բան արել, ասենք գտնել իրենց, շատերը ուրախ են եղել, երջանիկ են եղել անգամ, երբ որ ես իրանց տեկուս կոպիտ, բայց անդրադարձել եմ, հետո իրանք դա տարել ցույց են տվել տարբեր ուժերի, ներկայացնելով թե այդքան տեսեք ինչքան կանք, որ անգամ գնելն անդրադարձել ու իրենց գործունեությունը շարունակելու համար փողեր են ստացել։ Դենց ես ոնց որ ահագին մարդ գործի եմ տեղավորել, էլի ստացվում է, բայց չի կարելի, էլի ասենք։ Չի, իսկապես չի կարելի։ Հիմա գանք այս մարդկանց ինչեր են համոզում, տեսեք, հիմա դուք բոլորդ գիտեք Իրանում ինչ վիճակ է, չէ՞, երեք համառոտ անդրադարձանք սրան, մեր լավ ընկերուհին հուշեց, ուրեմն Իրանում իրանահայերին համոզել են, խաբել են, դե ով պիտի խաբած լինի, եկեք գուշակենք միասին, Իրանահայում, իրանահայերին ով պիտի խաբած լինի, ՀԿՊ-ից չեն գնացել խաբել եկել, չէ՞, հենց սահմանները փակ, այս վիճակում են։ Խաբել են, թե գիտեք, եռաբլուր գնալուց մարդկանց են ծեծել։ Ինչի համար են այդ նեգատիվը լցնում, որովհետև եռաբլուրը իրենց համար սրբություն չի, եռաբլուրը իրենց քաղաքական դիվիդենդները ապահովելու համար է, որպեսզի դիմացինին պախարակեն այնքան, որ վերջում իրանք համարվեն լավամարդ է այդ ամեն ինչի, հա, եթե դիմացի, ասենք ուրիշ ձև չեն կարող իրանք ցույց տան, իրենք լավն են թե չէ, չեն կարող, հնարավոր չի, հասկանում եք, կամ օրինակ այն ինչ որ կատարվում է Ֆրանսիայում, ես համառոտ գրառում տեղադրել էի, ես առաջիկայում կտեսնեք, ես ավելի խորքային այդ թեմային կանդրադառնամ, որովհետև այնտեղ կան ուժեր, ընդհանուր մինչև նախագահի աշխատակազմ ձգվող ուժեր, ովքեր որ մի կողմից կարող են նստեն բամբասանքի վերածելով իրականությունը բանը մեր երկրի ղեկավարին տգետ ու եսի ինչեր անվանեն, հետո մյուս կողմից իբր իրենք տենց հայրենասեր ուժեր են, ուզեն համակարգող ինչ որ կառույցներ ստեղծել, իրանք էլ դարձյալ դաշնակներով վերարտադրվեն։ Ում եք էշի տեղ դրել, ձեր գործունեության արդյունքները տեսել ենք։ Դուք Սփյուռքի հայության մի տոկոսին չեք կարողանում համախմբել որևիցե օրակարգի շուրջ, կամ առհասարակ Սփյուռքի կառույցներին։ Գիտեք ինչ,
Սփյուռքի կառույցների օրակարգային հարցերը որոնք են։ Մենք չենք տեսնում, բոլորը Սփյուռքում Հայաստանի անուն տալով կայանում են, Հայաստանում ապրող ժողովուրդը չի իմանում, թե այնտեղ գլխներին ինչ են սարքում։ Ձեր օրակարգերը սկի հստակեցված չեն։ Դուք Հայաստանի Հանրապետության մասին առհասարակ որևիցե օրակարգ երբևէ չեք ունեցել։ Նստել են առավոտից երեկո, ինչքան կարան իրանց ցան մեկը մի քաղաքապետ ֆրանսիացի ծանոթ ունի, մյուսը մի դեպուտատ պորտուգալացի կամ իսպանացի ծանոթ ունի, նստած ու Հայաստանի դեմ բաներ են անում։ Սա հենց բանն է, հիբրիդային պատերազմն է։ Ձեր ձեռքերով դուք փորձում եք թաղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ու ամեն ինչը առհասարակ, հաջողությունները, ամեն ինչը։ Այսօր Արարատ Միրզոյանը մինչև այս թեմային անդրադառնալը մի քանի բառով է։ Այսօր Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում հիանալի ելույթ ունեցավ։ Այնքան հիանալի ելույթ, որ գիտեք ոնց, ես երազել եմ, որ Նալբանդյանը տենց ելույթ ունենա։ Ու եթե Նալբանդյանը տենց ելույթ ունենար, ես վստահեցնում եմ ձեզ, որ հեղափոխությանը մի րոպեով անգամ մասնակից չէի լինի ժամանակին։ Հասկանում եք։ Այսօր նայում ենք ինչ հիանալի ելույթ ու լսում ենք հարցերը, հարցերի մեջ մեծ հարց է հնչում։ Դուք պատկերացրեք ուր են հասցրել, ինչ են հասցրել։ Ուրեմն ասում է բանա Նիկոլ, ես այնտեղ մի հատ կառույց կա, այդ կառույցի ղեկավարը օտարազգի, օտարերկրացի։ Ասում է Նիկոլ Փաշինյանը ուզում է դառնա կաթողիկոս, որպեսի եկեղեցին ազգայնացնի, որպեսի որևիցե մեկը ազգի չէ։ Ինչ որ ես ինչ հարցեր ա տալիս, ինչին Արարատ Միրզոյանը ասենք ճիշտ է, շատ լավ պատասխան է, ասես վախենամ դուք բացարձակ ոչ մի բանի չեք տիրապետում ու ձեր ասածների մեջ ճշմարտության հատիկ չկա, բայց դուք տեսեք ինչ են հասցրել այդ մարդկանց ականջը լցնեն, հասկանում եք։ Հիմա խնդրում եմ էլի, սրանց այդ կտրիչին սատարողներից հետ մեկը ասեք, դուք կարծում եք, որ օրինակ մեկը ես կամ այս հասարակությունը թողողա կամ մասնակցում ես ամեն ինչին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա կաթողիկոս, դուք ապուշ եք, բայց ձեզ օգտագործելով ու ցույց տալով այնտեղ թե իբր տեսեք այսքան հետևորդ ունենք, ձեզնից ամեն մեկին ապուշություն են այնտեղ խոսել։ Հիմա եկեք նա գուշակեք ինչի համար այդ խոսակցությունը։ Ինչի համար, որ ինչ հարց լուծեն։ Մի հատ էլ ասեք, էլ ինչ են սուտ բանա օտարերկրացու ականջին այդքան լցրել ու անում մեր պետության դեմ։ Ինչի համար, խեն դրսից տղաբերում են սուտ թեմաներով։ Մի հատ ինքնուրույն փորձեք այդ հարցերի պատասխանները գտնել, էլի։ Կամ հաջորդը Այս թրիփուղու հետ կապված, ես գիտեի ամեն ինչ բացահայտ դրված է, բայց կներեք էլի, եթե այս կարգի սատերով են մարդկանց կերակրում, այդտեղ խնդիր չեք տեսնում, ախր այդտեղ անվտանգային հարցեր են առաջանում, բնակչությունը ամբողջովին մեդիա տերորի է ենթարկվում։ Մարդը նստել ասում է, ինձ ինչ է ասում նոր, մեկնաբանություններն էին այլ նախորդում։ Ասում է, բայց ի՞նչ տարբերություն, ու էլի շատ բաներ ասում, մյուս կողմից ասում է, դեսիան չեմ մեղադրում, այդ մարդը այդ այնքան են լցրել ուղեղը, այդ կայքերն է նայել, այդ TV-ներն է նայել, չգիտեմ, անվտանգությունը չի աշխատել այդ ուղղությամբ։ Ասում է, ի՞նչ տարբերություն, ռուսը թե ամերիկացին երկուսը գետերու երկուսն մեր շահի համար չեն։ Ես ասում ախպեր ջան, անես չի, ասենք ամերիկացին իմ համար մի քիչ ավելի սպիտակ ու կեաժակ հանրը, հարցը այդտեղ չի։ Հարցը պայմաններն են։ Բարձրում է մեր հասարակության միջնվար զանգված։ Տեղյակ չի, թե ինչ տարբերություն, ինչու ռուսը չի նստում այդ ուղու վրա, որը կարող էր օրինակ անվանվել Պուտինի ուղի, հա, այլ թրիպի ուղի անվանվում ուրիշ նախապայմաններով։ Իսկապես չեն հասկանում։ Ձեր ցավը ընդամենը նաշության նստած խոսում են, որը համոզում են այս մարդկանց։ Համոզում են այդքան տգիտությունը մարդն չունի մեզ մոտ։ Բացատրում ես ասես հրապարակային փաստաթղթեր են, արի կլինի ոչ ինձ լսի, ոչ դրանց ախպեր ջան։ Մտի ինքնուրույն կարդա մի հատ։ Կարդա ու եթե ինչ-որ հարց կառաջանա, դուք կփորձեն որպես հայրենակից օգտակար լինեմ, բայց ավելի լավ է մունատով չխոսես ինձ հետ։ Որովհետև գիտեք ինչ, այդ տարածքը 100%-ով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե այդ տարածքը, վերահսկողությունը, անվտանգությունը, բանը, բլոկպոստերը, մյուսն է բաժանած 74-26-ի։ Այլ հակառակ այդ ամբողջը 100%-ով Հայաստանի Հանրապետությանն է։ Այնտեղ է անվտանգության համար, էլը, մեր ԱԱՑ-ն է վերահսկելու, մեր բանը, պոլիսն է այնտեղ ֆրֆրալու պատրուլը, մեր մտնող հելնողը մեզ է հարկտալ, այդ ծրագիրը, ուրիշ ծրագրի մասին եք դուք խոսում 74-26, դա ներդրումային ծրագիրն է, որտեղ Հայաստանը փայ ունի, որ կարող էր չունենալ, օրինակ Գազպրոմի նման, որը նույնպես ծրագիր է, որը ներդրվել է Հայաստան, մոնոպոլիայի դեպքում, բայց Հայաստանը այդտեղ բան չունի։ Հա, ինչ որ հարկեր երևի մուծում է ինչ անում, այդտեղ չգիտենք ինչքանով է մուծում ու վերջ։ Կամ երկաթ ուղիները, երկաթ գիծը։ Հայաստանը քանի տոկոս բաժին ունի։ 0։ Բայց երկաթ գծի տակի հողը ումն է, Հայաստանինն է, չէ՞։ Բայց արտոնյալ պայմաններ է նրանց տված։ Ամերիկա կամ պղնձա մոլիբդենը մի հատ չմոռանանք, էլի։ Քանի տոկոս Հայաստանի Հանրապետությունը փայաբաժին ուներ։ 0։
Զրո, արտադրում, իրաց փողը բռնում են, Հայաստանին էլ խափում են, թե քիչ են բանը, մի խոսքով խափում ուրիշ հարկ են ուզում։ Մինչև պետությունը մտավ մեջը փայաբաժին ունեցավ, ցածր տոկոս, 20-21%, սա ինչա։ Հա։ Դուրս սկսեցին հարկերն են, նորմալ ցույց տալ պետությունն էլ բացի այդ հարկերը, իր փայաբաժինն էլ հետն է ունենում։ Սա է հարցը։ Ռուսաստանը սենց առաջարկ կա արել, մտել կներեք էլի։ Չի արել Ռուսաստանացիները չի ախպեր այդ ճանապարհը պիտի անխոչնդոտ անցնեն թուրքերը Ադրբեջան Նախիջևան մեր FSB-ն պիտի կանգնի այդտեղ վերահսկի ու վերջ դուք էլ ձեր համար մենք էլ ձեզ կթողենք մեկ-մեկ փողոցը պիշկու ֆոտովաստեք մտեք Պարսկաստան գաք ասեք սրանք նույն բաներն են որ դրել եք իրար կողք ասում են պահ նրանց մերժին նրանց թողին չհասկացանք Էլ չխոսենք սրա ռազմավարական կարևորության մասին։ Ինչ են շատ ասում։ Բա ասում են միջանցքն միջանցքը եղավ։ Այ մարդ, այս է չտավը տանը։ Լսեք, այդքան տես նախ միջանցք բառը ինչի մենք չենք ընդունում, որովհետև միջանցք բառի մեջ կար տարընկալում։ Մեկը կարար միջանցք ասել ընկալեր ճանապարհ, ինչի մասին բացեիբաց խոսվել է պաշտոնապես։ Մյուսը կարար միջանցք ասել հասկանալ հետ միջանցք սուվերենության սկզբունքով։ Եվ որպեսզի այդ տարընթերցումը չլինի հետագայում հավելյալ էսկալացիաներ թույլատրելու համար, այդ ով ինչ նկատի ունի նույնպես գրի առնծվեց որ ասում ենք Թրամփի ուղի բրծնում ենք այս բազարը ու մենք Թրամփի ուղի հասնելով հասկանում ենք էս վերջ բայց միջանց բառը եթե բան անում հələ որ ձեզ ասեմ Ալիևը իր երկրում հայտարարություն արի ասել այլ մենք Հայաստանին արդեն միջանց տրամադրել ենք Ղազախստանից ու Ռուսաստանից են բեռնել են գնում Հայաստան հիմա այդ ինչ միջանց կա մեր սուվերեն տարածքն է դա չէ բայց դրանք քիչ եք վերում մցնեք աչքներս տենանք ինչ եք ասում Կամ ինչեր Ռուսաստանը ուզում այդտեղ նստեր։ Բնական չի, դրանով դիմադրելու էր Արևմուտքին ու Միացյալ Նահանգներին, որովհետև աշխարհը ունի կոնսենսուս, որ Արևելքից պիտի բեռներ գնան Արևմուտք։ Վեր աշխարհը լոգիստիկ հարց է լուծում Արևելքը Արևմուտքին կապելու, լոգիստիկ հարց։ Ունի մի քանի ուղղություններ։ Չեք ուզում, կարա Հայաստանը չտեղավորվի այդ ուղղությունների մեջ։ Կարա ասախբերի մոտով ոչ մի ուղղություն մի տարեք, բայց դա կլինի այն ապուշությունը Որը որ թույլ ենք տվել օրինակ այն բան նավթամուղը կառուցելուց, երբ որ Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա գնաց։ Եվ Վրաստանը այդտեղ լուրջ գումարներ ունի։ Ասում եք Վրաստանը տեսակ ինչ կար ժամանակում ոդկի կանգնեց, բան չնայած մի շատ ծանր վիճակում են այդտեղ։ Բայց այդպես է փող ունեցավ։ Այո, Արարատ Միրզոյանն էլ բառացիորեն ասաց, որ Զանգեզուրի միջանցք այդպեսի բան գոյություն հասկացություն գոյություն չունի։ Վերջ են որտեղ պիտի ասի լուսնի վրա պիտի գնա ասի։ Փաստաթղթեր կա գրված է, սա դրանից մանրամասը Մանուշակ մանկապարտեզի մասին է։ Ուզում եք խնդրեմ շարվեք տաբուրեթկեքին նստեք մի հատ դայակ կանչեն, սա թող պատմի։ Շատ խիստ մանկական լեզվով։ Դա միջազգային դիվանագիտական լեզուներ են ու անկախ դրանից շատ մանրամասն է էլի գրվել։ Չի կարելի սես բաներով մարդկանց խապել, համոզել, կերակրել։ Սա քաղաքականություն չի, սա կեղտոտություն է սեփական ժողովրդի ու պետության հանդեպ։ Կեղտոտություն։ Սա աշխարհը երազում է իր մոտով մի հատ միջազգային տարանցիկ ուղի աշխատի։ Ասենք իր մոտով մի հատ գազապրավոդ է դա։ Իր մոտով մի հատ բան երկու երկրներ կամ 10 երկրներ կապող ճանապարհ գնա։ Իր երկրով ինտերնետային կաբելներ անցնեն կամ հոսանքի կաբելներ անցնեն։ Հայաստանը հիմա այդ հնարավորությունները ունի, սրանք քլունգները առը քանդում են, բավարար չի, դեռ քաղաքացիները կան են գնում են սրանց ջեբը։ Արա ժողովուրդ չի կարելի։ Չի կարելի, ձեր որ ասում մեռնեմ, չի կարելի։ Դուք ո՞նց եք պատկերացնում պետության զարգացում։ Նախ ասեք տեսնենք, դուք էդի ո՞նց եք պատկեր։ Հայաստանը աշխարհից կտրված տարածաշրջան չի, որ ինչպես եւ աշխարհի ոչ մի թիզ հող։ Ինչպես եք պատկերացնում աշխարհում մեր պետության աշխատանքը։ Մի հատ ասեք իմանանք։ Ախր մանեջը վատը գիտես որ նա մեջները շատերը կան, նշի որ Ռուսի համար մեռնում են։ Հերմինե ջան։ Նշի որ Ռուսի համար մեռնում են, չէ։ Իրանք գիտեն որ իրանք չեն մեռնում Ռուսի համար, բայց իրանք նայում են դրանց ռսամետների կայքեր են կա շատ են լցված է։ Ուսես ընդեղ կա միջանկյալ բաներ էլի իբր։ Ախր չի կարելի։ Ինչ ուզեն ուղեղներից մեջ լցվել են, ասեն ո՞նց եք դուք պատկերացնում էլի։ Հայաստանը հազիվ կարողացել է իմիջայլոց բոլոր պատերազմը, եթե ուզում եք իմանալ Սիրիայի պատերազմը ինչի մասին է, ձեզանից մեկը կարա ասի։ Նավթամուղ անցկացնելու մասին է։ Վերջ։ Նավթամուղը պիտի անցնի Պարսկաստանից Սիրիայով թե Կատարից Սիրիայով։ Վերջ, սրա մասին է։ Միլիոնով ժողովուրդ ջարդվել 30-ած ցեղ իրար դեմ արուն ցած թշնամի են։ Ինչի ցաղի հայրենասիրությունից են գոռում, ինչ ասես անում են իրականում մի հատ ճամփի բազար է։ Որովհետև կռիվ են տալիս, թե որտեղով ինչի մասին է բանի Ադրբեջանի ու Թուրքիայի բազարը։ Երբ որ
Քոչարյան Ռոբերտը սիրով զիջել էր։ Ճանապարհի։ Որովհետև այդ ճանապարհն է, աշխարհագրությունն է, ցանկացած պատերազմ նախ եւ առաջ աշխարհագրությունն է։ Ասենք դուք ո՞նց եք պատկերացնում, օրինակ Սահարայի անապատի համար կպատերազմեն ժողովուրդներ իրար դեմ։ Դժվար է, չէ՞ կռվածնելը, որովհետև դա որևիցե բան չի տալիս պետությանը, բացի քարտեզերա քառակուսի կիլոմետրի բանից, մեծությունից։ Կամ ինչի մասին է Ղրիմը, օրինակ, Ուկրաինայի կռիվը ինչի մասին է, մեկը կարա ինձ ասի։ Ղրիմը ծովային նավահանգստի մասին է, Բաթումին ինչի մասին է, ծովային նավահանգստի մասին է։ Արանքը տակը ինչ կդնեն, ում ոնց կհամոզեն, ինչ կլցնեն, ինչ կբտեն։ Իրականում դրա մասին է։ Սև ծովի վերահսկողությունը ով ավելի լայն ձևով իրանով անելու իսկան բան։ Իսկ Ղրիմից հետո մնացած բազարն էլ գազամուղի մասին է։ Վերջ։ Այդ միլիոնով մարդիկ որ մեռնում են այնտեղ, այդ գազամուղը թույլ տա չթույլ տալու մասին է։ Որը կախվածությունները առաջացնում, որը հզորացնում է այն մյուս երկրներին։ Սենց բաների մասին է։ Լավ կարելի է 30-ամյա պատերազմի մեջ հրադադարի մեջ ապրած ժողովուրդ լինենք ու այս տարական գիտելիքները չունենանք։ Եվ եկեք մի հատ էլ հասկանանք, թե ինչու չունենք։ Ինչու չունենք։ Որովհետև ոչ մեկին պետք չի եղել պարզ խոսի հետներս, բա որովհետև կհասկանանք ու կացով կտանք կամակներին, կասեք գնացեք բանակցեք, ոչ թե տարեք տղեր գզոհեք։ Այ այդ խորքային պետություն ասվածները, բռնապետական ռեժիմով պետություն ասվածները, բանով, դուք ասեք, կոռուպցիա, համակարգային կոռուպցիայով թաթախած բաները, կլանային համակարգերով պետությունները, դրա մասին են աշխատում, որ իրենց բնակչությանը հավուր հիմա Ռուսաստանում ինչի նորմալ չեն լուսաբանում աշխարհի միջազգային լուրերը։ Գիտեք Ռուսաստանի ժողովուրդը, ռուս ժողովուրդը ոնց գիտի։ Գիտի թե բանում Եվրոպայում սա սոված մեռնում են, որովհետև ռուսը իրաց հոսանք չի տալի։ Հասկանում եք դուք։ Դա ռոպագանդան է։ Ու գիտեք դա հեսա հաղթում են։ 4-րդ տարին է, հեսա հաղթում է։ Այդ հեսա հաղթում են իրենց ժողովրդի համար է։ Всё, դա դու դրա մեջ փակվում ես, չես հասկանում էլ աշխարհը, կտրվում ես աշխարհից դու։ Եվ մենք այո ապրել ենք աշխարհից կտրված, որովհետև մեր արտաքին դիվանագիտությունը հանձնարարել ենք մի հատ X երկրի, ասել ենք X երկիր ջան, արի մենք էլ չգնանք հասնենք ստեղ այնտեղ։ Մենք ամեզով է բան տեղ դնում, մենք ստեղ ով նրված ենք։ Դու մեր տեղը այնտեղ որոշի էլի մեկը կոնը որոշում ես, մենք քո ազդեցության գոտին ենք։ Մեր էլ որոշի թե դա դե նրա անեցած։ Այ քեզ բան, բնական է որոշման հետ ոնց որ ինքնա ճիշտ գտնում։ Մենյուի ցանկի մեջ ենք եղել։ Ինչ եք ցանկանում, դե Հայաստանի այս մասը լավ կլիներ, երկու հատ էլ կոլա։ Հիմա մենք ինքնուրույն մեր առաջ ենք տանում գնացել մարդը այնտեղից ուրիշ ուժերի հանում են մեր պետության դեմ։ Սա հիբրիդային պատերազմն է։ Սալավյովը վերջերս մի հատ բան էր գտել, իմիջալոց այդ նույն բանը Էլիզաբեթներ էր գտել։ Պարա TV-ի տնօրեն ուհին, այն որ ամուսնու հետ հանդերձ անցնում են ապօրինի գույքի գործով։ Այն որ ապօրինի գույքի գործը ընկել է, դարձել են հայրենասեր, սաղորը նստած խոսում է թե ինչքան վատա ամեն ինչ։ Հա, բանա, Թրամփը տեսեք ելույթ ունեցավ։ Սալավյովն ասում է սրանց կրկնում են, Սալավյովի Սալավյոյներն են։ Բանը, Ամերիկայի, Եվրոպայի մեր հայությանը ասենք Սալավյով, այսինքն Սոխակյան, հա, Սոխակյանի սոխակներն են, դայլայլում են ստեղ։ Այն ինդեղից ինչ ասում է, տեսեք, երբ որ ես արտահայտություն արեցի, դուք դուրս եք եկել ինձ բան եք անում, ահա խնդրեմ Թրամփը իր բերանով ասում է, որ Հարավային Կովկասը եւ Հայաստանը ռուսական ազդեցության գոտիներ են։ Ուրեմն ես ճիշտ եի ասում։ Լսի ապուշ։ Նախ դա ֆիզիկա է։ Հələ սա դնենք մի կողմ։ Ֆիզիկայի մեջ կա այսպիսի մի բան, մեծ մարմինը, ծանր մարմինը, քաշում է, թեթև կամ փոքր մարմինը, դա ֆիզիկա է։ Երկրորդ մենք գիտենք, որ ցանկացած մեծ պետություն ունի ազդեցության գոտիներ։ Ազդեցության գոտի համարվում է ոչ միայն անվտանգային համակարգի մեջ միջամտած լինելը, ոչ միայն սահմանադրությունը ձեռից խլելը, այլ որ Ռուբեն ասում էր, մեզ սահմանադրություն պետք չի, Թաթարստանի նման երկիր կարանք դառնանք։ Այդպիսի երկրներ էլի կան, արևմուտքում էլ կան, որ սահմանադրություն չունեն, կօգտվում են կողքի երկրի սահմանադրությունից։ Ոչ թե մենակ այդ ազդեցության գոտի, տնտեսական կախվածությունը մյուսը։ Այլ նաև դա կուլտուրաների, մշակութային եւ այլ ազդեցության գոտիներ են լինում։ Այո, Թրամփը մեծ հաշվով ճիշտ է ասել, որ մենք Ռուսաստանի ազդեցության գոտում ենք։ Բայց մյուս կողմից ոնց շարունակությունը չեք թողնում լսենք։
Եվ հարցը հեչտեղ մենակ Տրամպը չի։ Հարցն է նա, որ ձեր ազդեցության գոտում դուք հարցը չցանկացաք լուծել ձեր ռազմավարական գործընկերության օգտին, այսօրվա դրից ակնստեղ մտալ խոսում էիք բան։ Այս հարցակվենք էս անենք ենալ։ Կամ ժողովուրդ ժանոտ որ այդ բանից այդքան խոսում եք այդ տրիպի ուղուց, բա ի՞նչ տարբերություն Ռուսաստանի հետ։ Բա այս էր ցավը տանը։ Այս աշխարհի կոնսենսուսը որ կա ճանապարհների։ Ռուսաստանը խա ուզում գա դևի նման այն ծածկածառեր էպոսի միջի։ Նստի աղբյուրի գլխին։ Ինչի համար։ Խի է այդքան կարևոր։ Վերևից գա մտնի այդ process-ի մեջ, էլի։ Էսի բանը արևելքը, էսի արևմուտքը։ Ինքը հյուսիսից ուզում է գա, այս կապող թելերի վրա նստի։ Օգտագործելով Հայաստանի ու Հայաստանի նման երկրներում ունեցած իր 5-րդ շարասյունը։ Դա անում է Հայաստանի համար։ Չէ, իրանք էլ չեն անում Հայաստանի համար, կա փոխադարձ շահեր, բայց սրանը փոխադարձ շահերի սկզբունք չի։ Սրանը դիմակայելու խնդիր է։ Մեզնով։ Այ հիշում եք, որ օգոստոսի 8-ից հետո դաշնակցները ինչ-որ մուտիլովկա գցեցին Պարսկաստանում նախագահով բանով ելան եկան Հայաստան։ Որ այդ բան են արել, որ մեծ երկրների ռազմավարական ծրագրերը, առավելևս ռազմական օպերացիաների երկար են նախապատրաստում, դրանք խաղուպար չեն։ Հասկանում եք, այսօր տեսնում եք Միացյալ Նահանգները մոտեցել է Իրանի ափերին արդեն նավատորմերով։ Սա լուրջ խնդիր է, բայց եթե այս նույն բանը տեղի ունենար 2 տարի առաջ, եղել է, բայց մենք այդ օրերին շատ խառն էինք լինում, շատ խառը, որ մեդիատիլույթը գմփում էր, փորձում էինք դրա դեմ նառնենք, փորձում էինք փորձագետների հետ կապեր հաստատել, ինչ առաջարկել, ինչ բան անել, որովհետև հասկանում ենք, որ ցանկացած ցնցում ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար, թշնամին նստած դրան է սպասում։ Այսօրվա դրությամբ այս հարցը նենց անցնում, որ հիմա նավատորմը մոտեցրել է Իրանի ափերին, մենք շատ հանգիստ նստած ենք։ Չէ, բացի մեր մտահոգությունները հարևան Իրանի Իսլամական Հանրապետության ու մեր այնտեղ ապրող հայրենակիցները։ Բացի դա մենք մեր մասով մտահոգություն չենք ցուցաբերում։ Դա գիտեք ինչ ձեռք բերում է, թե չեք պատկերացնում ինչ ձեռք բերում է։ Իրանը մի հատ հայտարարություններ անում, խառնվում էինք սաղս իրար, թեկուզ իր հայտարարությունը վերաբերվեր Իսրայելին։ Որովհետև այստեղ կարող է ձևավորվել պլատֆորմ Միացյալ Նահանգներին դիմակայելու համար եւ Ռուսաստանը այդ պլատֆորմով գար Իրանին որ մտնելու 1000 կներեք։ Որտեղ մենք էինք, մեր երկիրը դառնում էր ֆորպոստ, ռազմաբազա։ Մեծ երկրներ, ախր մեր պատմությունը մի հատ նայեք։ Որ երկիրը ում հետ ասես եկել այստեղ կռվել գնացել է։ Այդ արանքը մենք ենք, չէ՞, դուժել հետ ենք էլ աշխարհից դարերով։ Ամեն ակամուզեցել ենք, գլու բարձրացնենք դար։ Հիմի այդ խնդիրները վերացել են։ Գնացին մուտիլովկա են գցեցին Պարսկաստանից նախագահով բանով եկան հասան Հայաստան օգոստոսի 8-ից հետո։ Հազիվ ապացուցեցին, համոզեցին, որ ախպեջան, սա ձեր դեմ չի, սա մեր բանն է, որից կարող եք դուք էլ օգտվել, են էլ օգտվելու։ Ու վերջ, էսա։ Նոր հանգստացած գնացին։ Դե հիմա եկեք նայեք, որ բավուր չստացվեր համոզելը։ Դուք սրանց սկսած մուտիլովկեն նայեք, բայց դա հիբրիդային հարձակում չէ։ Բա հիբրիդային հարձակումը պոզով պոչով է լինում։ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, իմ հայրենակիցների, իմ քույրերի, եղբայրների, իմ հարազատների հետ ես առանցին եթերով եմ խոսելու, կոնկրետ, կենտրոնացած, որովհետև այդտեղ էլ շատ պարզաբանելու բաներ ունենք։ Մենք բոլորով այո համայն հայությունով, որովհետև Հայաստանի Հանրապետության մասին ձեզ խապելով բան են խոսեցնում, ինչ որ կառույցներ են ստեղծում Հայաստանի անունը տալով, իսկ Հայաստանի ժողովուրդը ոչ մի բանից տեղյակ է չիսկ։ Եվ դա մենք թույլ չենք տա, եւ մենք կմտնենք ուղիղ երկխոսության դաշտ։ Ինչ ենք անում այդ դրանց ովքեր որ մի խոսքով։ Համ ձեր արունն են այդտեղ քամել, համ մեր արունն են այդտեղ խմել։ Հիմա գալը բուն թեմային եթերի, որպեսի շատ չեմ ուզում այս ժամին զբաղացնել ձեզ։ Ինչ քաղաքացիները ուղարկում են, դե ես ինքս էլ տեսա։ Ուրեմն այս դրվագը եկեք միասին նայենք, Նարեկ Կարապետյանը բարձրացել էր Եռաբլուր։ Ու այսպեսի մի բան տեղի ունենում։ Նախ նայենք, հետո անցնենք գնահատականներին։ Մի րոպե, մի հատ։ Այստեղ զվուկը, այստեղ կլի։ Նյութը 24 News-ից կներեք։ Բայ։ Դե խոսում են, զրուցում են։ Այդ հլը մի կողմ։ Нарек Карапетян, наверное, это не к месту, но, пожалуйста, мы вместе с вами. Нужно сделать все, чтобы их больше не было. Последние 5 месяцев. Я не знаю, как просить, как умолять этот народ, чтобы они опомнились. Что они творят с нами. Мы умоляем.
Умоляем вас, пожалуйста, сделайте все, чтобы их не было. Чтобы следа от них не осталось. А то все, что у нас осталось, и то продадут. Единственное, что у нас сейчас сохранилось, это церковь. И то они хотят, я не знаю, измельчить, не знаю, сделать из нее мечеть. Умоляем вас, сделайте все, пожалуйста. Мы все вместе с вами. Надейтесь на нас. Մի խոսքով, Ժողովուրդ ջան, նախ պիտի խնդրեմ եւ պահանջեմ, որպեսզի հանգարց վիրավորական արտահայտություններ տիկնոջ հասցեին, որևիցե մեկի հասցեին այս տեսանի հետ կապված չլինեն։ Խնդրում եմ։ Որովհետեւ փորձելու ենք առողջ վերլուծել։ Լավ, խնդրում ենք հանկարծ ուրիշ բան չլինի։ Ուրեմն, նախ եւ առաջ, շատերն ասում են, նա ով է գնում է Եռաբլուր, բան ասեմ։ Եռաբլուրը եղբայրական պանթեոն է, որտեղ գնալու իրավունքի տեսանկյունից իրավունք ունեն բոլորը։ Բոլորը, այո, նաև Կտրիչ Ներսիսյանը, ցավոք սրտի, ով ասենք շատ կարևոր ժամանակները արհամարած ուներ, որ Եռաբլուրը մեծանում է։ Կամ չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը, ով կոնկրետ կազմակերպված հանցագործություն իրականացրեցին եւ Եռաբլուրը թարմացրեցին, այդ տվում նաև Վազգեն Սարգսյանով լցրեցին։ Եվ այլն, բայց եղբայրական պանթեոնը, որտեղ որ ցանկացածը իրավունք ունի գնա։ Սա այսպես։ Երկրորդ, այնուամենայնիվ բարոյական նորմի մասին կարելի է խոսել, իհարկե, որ ասենք օրինակ, այդ բան դեմքով որ Նարեկ ջան կանգնած եք, լավ, ասենք թե եկել ես հարգանքի տուրքը տալու, բայց գիտեք, ամոթ ունեցեք ու հերթական անգամ Եռաբլուրը մի դարձրեք քաղաքական խաղերի թեմա։ Մի արեք։ Դա վատ բան է, դա շատ վատ բան է։ Եթե անգամ մենք ձեզ տեղ ոչինչ չանենք, երկնքում, եթե երկինք ընկնեք, չեն ների ձեզ։ Չի ներվի դա ձեզ։ Մի արեք։ Ուզում ես գնաս, գնա։ Կարելի առանց կամերաների վեր գնայր, գնայր։ Ուզում ես ընկերոջդ հետ գնալ, խնդրեմ։ Գնացել ես կամերաներով, խնդրեմ, արարողակարգ գոյություն ունի։ Հատկապես որ դու քո բերանով ես ասում 20,000-անոց ինչ որ թիմի համակարգող ես։ Չէ՞։ Չի կարելի տենց։ Սա բայց մի կողմ դնենք։ Հեսա ստեղ ահագին խորանալու բան կա։ Այս շատ առաջին ասկից հասարակ կադրի մեր։ Հիմա ծնող է, հայրն է, մարդը ոնց պատկերացնում է իր գործն է։ Ես գիտեք, որ զոհվածների ծնողների մասով իրենց թե կողմնորոշում, թե շատ դեպքերում արտահայտությունները անգամ չեմ սիրում վերլուծել։ Այդ մարդիկ տենց։ Բայց այդ կինը, ով որ ռուսերենով խոսում էր, իհարկե ինձ անծանոթ է, գուցե զոհվածի ծնող է, հարցականի տակ չդնեմ, գուցե։ Բայց կարելի է իմանալ, ինչի եք երկու հայով, Հայաստանում, Եռաբլուրում, ռուսերեն խոսում իրար հետ։ Ինչն է հենց անհրաժեշտությունը այստեղ։ Առավել ևս, որ չգիտես ինչի, հանկարծ այսպիսի արտահայտություն է հնչում, որ նա ուզում է մեր եկեղեցիները մեջիթ դարձնի, փրկեք, մենք կմիանանք այդտեղ ձեզ։ Սա ում հավաված Ռուսաստանում ապրող հայությանը։ Սա կեղտոտ խաղ է։ Սա շատ վատ խաղ է։ Չափազանց վատ խաղ։ Ես առաջին հատվածին ուշադրություն չէ, եթե ամեն ինչ սահմանափակվեր այնտեղ, որ այդ կինը պարզապես իր ատելությունը ցուցաբերեր Քոչարյան Ռոբերտին ու իր աջակցությունը Կարապետյան Նարեկին, ես ուշադրություն չէի դարձնի, չնայած ինձ համար անընդունելի է այդ ամեն ինչը անել Եռաբլուրում, բայց միևնույն է, ասել դե մի այդտեղ ատես է երևի, այդտեղ ասում, ինչ անես, դե այսքան ասելուց հետո։ Բայց կոնկրետ եկեղեցու թեմա, մեջիթ դարձնելու, ու գիտեք այդ լրագրողներն էլ տենց ինչ-որ նկարողումն է, շրջանում շատ նորմալ նկարում է։ Դուք չեք հասկանում, թե ինչ եք արել։ Դուք ոչինչ չտեսաք այդտեղ։ Նախ հերթով ասեմ, երկու շատ վատ բան եք արել կոնկրետ այս տեսարանում։ Մեկը, որ 2020 թվականից դուք ձեր լուսաբանումներով, այսպես ասած, աջակցեցիք, որ Եռաբլուրում հարազատները նույնպես իրաց ցավը թողած բաժանեն ճամբարների քաղաքական։ Ու դա տեղի ունենա հենց Եռաբլուրում։ Դուք դա արեցիք։ Գիտեք ինչ, երբ որ երկրի ղեկավարն է այցելում, անկախ նրանից այդ ղեկավարը տվյալ պահին ով է, Քոչարյան Ռոբերտ Նասարյան, Սերժ թե Փաշինյան, Նիկոլա թե Պողոսյան Պողոսը, դա արարողակարգայինն է։ Դա արարողակարգային է։ Մնացած պարագաներում կապիկություն։
Տես, լավ ես արել գնացել ես, դեռ բարոյական բանը ինչքան է բավարար է, որ գնացել ես ու ինչ երեսով էր այդտեղ գտնվում, թողնենք դա դու քո խիղճը, դու քո խիղճը ախպեր ջան, դուք 4 ախպեր ծառայության չեք գնացել, որովհետև դուք միլիարդատիրոջ երեխեք եք, չեք գնացել, դուք խաբել եք այս տղերքին, խաբել ասել եք հիվանդ եք, չեք գնացել, խաբել փախել եք իրանց կողքից ու չեք գնացել ծառայության, դա բայց դնենք մի կողմ, հիմի այս ծնողը ընդունենք բանա, իսկապես զոհվածի ծնողը ընդունենք, ես չեմ ուզում այլ բաների հավատալ, չնայած կասկածներով, բայց ընդունենք զոհվածի ծնողը, ձեզ այնտեղ կան զոհվածների ծնողներ, ովքեր ունեն հակառակ կարծիք, որ ձեր ոտքը այնտեղ պիտի չլինի, որ Քոչարյանն ու Սերժը այս ամեն ինչի կազմակերպիչներն են, որովհետև ժամանակին պրավալներ են տվել, բանակը չեն կառուցել մյուս բերել հասցրել են դրան, որ պիտի լիներ այս պատերազմը, ու մենք պիտի ուղղակի երբ ոնց ինչ ում որդիները կոնկրետ ում ընտանիքի տղերքը կզոհվեն, հասկանում եք, բայց կան այսպես մտածողներ ու կան այսպես մտածողներ, եւ հարգելի տիկին, երբ որ դուք ասում եք սրանցից մեզ մի բան արեք, փրկեք, ազատեք, նախ դուք սխալ մարդու եք ասում, այդ մարդը ձեր որդիներին դավաճանել է, իր չծառայելով, բայց այնուամենայնիվ էլի քաղաքական առումով ձեր որոշելիքն է, եւ երկրորդ դա չեն ասում եռաբլուրում, որովհետև դուք հենց տեղում ցույց եք տալիս, որ չեք հարգում այն մյուս հարազատին, ով ունի ճիշտ հակառակ կարծիք։ Այ հենց սրանից էլ օգտվում են արտաքին ուժերը։ Այ հենց սրանից։ Դուք ուզում եք բան դեռ նա ծնող կա, որ ասում է լավ սրանցից ետ ենք բրցնելու։ Դա այստեղ ասելիքն է, ռուսերենով։ Ախր զգացվում է էլի, որ նես չի, որ ռուսերենը ձեր հարազատ լեզուն է ու դուք հայերենով չէիք խոսի։ Եվ շատ արհեստական է անցումը, ներեցեք, որ կասկածի տակ եմ դնում, բայց ամենայն հարգանքով, ասեմ, անցումը դեպի եկեղեցու թեմա, որտեղ նույնպես լրագրողները ունեն շատ վատ դերակատարում։ Ով է ձեզ ասել, որ մեր եկեղեցիները մեջիթ են դառնում։ Ով։ Նարեկը Կարապետյան, այդ որ երկար լսում էր ձեր խոսքը ու նավսյակի չէր արձագանքում։ Ասելա, որ մեջիթ են դառնում։ Ով է ասել, որ մեր եկեղեցիները խլում են իշխանությունները, որ դարձնեն մեջիթ։ Ինձ ասեք, ով է այդ սրիկայության հեղինակը։ Ով։ Ով է տավտալոգիայի հեղինակը։ Եվ ով է տավտալոգիայի տարածման հեղինակը։ Նույնքան Չուբլեբաս։ Ով։ Իմիջայնոց մի ցավալի բան ասեմ, երևի դուք էլ մեր ցավի մեջ տեղավորվեք։ Ես ասել որևէ դեպքն է, եռաբլուր գնալուց չեմ կարողանում մտնել եռաբլուրի եկեղեցին։ Մի պարզ պատճառով, որովհետև այնտեղի տերտերը խիստ քաղաքական կերպար է։ Չեմ կարողանում մտնել։ Ինձ մոտ սովորություն էր, դեռ մինչև 44 օրյան։ Ունեի նման սովորություն, 2-3 ամիսը մեկ կլիներ, 6 ամիսը մեկ կլիներ, երբ որ ասում եմ, սրտովս անցնում էր մտքովս, ասում էի մտնեմ մի հատ շրջեմ։ Մտնում էի, վերջում էր մի հատ եկեղեցի, մոմը վառում էի, գալիս էի տուն։ Աղոթում էի այդ տղերքի համար, գալիս էի տուն, իրենց հարազատների համար մեզ։ Այս որի օր դա չեմ կարողանում արդեն։ Որովհետև քաղաքական կերպար է։ Մի կողմ դնենք, թե որքան սրիկա մարդ է։ Դա իմ գնահատականն է, արդեն ես չեմ ուզում այդպես բնորոշեմ, բայց ընդհանուր բնորոշման, որը կասկածի տակ որևիցե մեկը չի կարող դնել քաղաքական կերպար է։ Ստեղ մեկը գրել է դու խիար ես, Հայկ Հովհաննիսյան։ Փակեջով, ես չեմ ուզում քո անձը հիմա դնեմ վերցնեմ, այդ գլխավոր նկարի դանակները մտցնեմ համապատասխան տեղը, բանսես բաներ չեմ ասելու։ Բայց քո նման ոչխարների համար հնարավոր է, որ այո, մեկնեք ես էլ նայեմ, ասում եմ, բայց խմից ապուշ չեմ սոս բաներ եմ անում։ Դու արդեն չափերդ անցնում ես էծի ծնունդ, փախարստուց։ Քեզ նմանին քաղաքացի համար էլ, այո, կարող է նաև մարդ պիտի խիար լինի, որ քեզ քաղաքացի համարի, որ կարող է ինչ-որ կարևոր պահի կողքը կանգնած լինես պետության համար կարևոր պահի, հա, հնարավոր է։ Մնացած առումներով բերանս չբացեմ, երևի արդեն հասկանում ես, թե մտքովս ինչ սիրու բաներ անցնում, քեզ քո ասեն։ Այդ քյոփողլու
Չուբլեբաս։ Քեզ նման սրիկաներն են այս երրաբլուրում, այս մթնոլորտը տարածողները։ Համակարգված ձևով։ Կնոջ ջան, ես որպես Ռուսաստանի քաղաքացի 34 տարվա քեզ վստահ ասում եմ, ստեղի հայերի 80%-ի ուղեղը լվացել են, իրենց մոտ ստացվել է համոզել, որ եկեղեցիները քանդում են, Նիկոլի եկեղեցու դեմ ահել են։ Հավատում եմ, ես ինքս Ռուսաստանում մի 3-4 տարվա ապրած փորձ ունեմ, դեռ այդ ժամանակ է տեղի հայության մեծամասնությունը, խոսքս բոլորին չի վերաբերվում, որովհետև այդտեղ կան հիանալի մարդիկ, կան շատ պարկեշտ ու շատ առաքինի մարդիկ, բայց ցավոք մեծամասնությունը ռուսաստանականացված են։ Եվ մեծամասնությունը դեռ այն ժամանակ 13, 14, 15, 16 թվականներին ասում են, հա բայց ինչ կլինի Հայաստանի թող մտնի Ռուսաստանի կազմի մեջ իր համար ապրի։ Նույն փողը կլինի, վալյուտան կգնան, ոսից բաներ են խոսում։ Ու գիտեք, խոսում էին մեծագույն համոզմունքով, դա ոչ թե հարցնում էին ինչ կլինի, որ իրենք դա ասում էին ասելու համար, իրենք արդեն իրենց մտքով որոշել էին, որ լավ կլինի, որ այդպես լինի։ Հասկանում եք։ Ու բնական է, որ հիմա ինչ որ տեղի ունենում, իրանք սրտով է տեղի ունենում։ Ես դրանց մեջ այն ժամանակ, որ խոսում եմ, գիտեք ինչ, 13, 14, 15 թվերին հայրենասիրական դրսևորումները հեչ մոդայիկ չէին, անգամ ծաղրի էին արժանանում, ծիծաղելի էին անգամ։ Երբ որ դու խոսում ես, թե պետությունը ինչ է, ինչքան կարևոր է, ու մենք ինչքան մեզ երևի ինչ որտեղ պատերազմը, տեսեք ինչ հակասող բան եմ ասում, պատերազմի նման ելքը մեզ մի հատ սթափեցրեց։ Եվ երևի այդ ժամանակ պիտի այդ պատերազմն է, որովհետև եթե մի 10 տարի էլ ուշ լիներ, մեր հեչ պետք է չէր լինի, եթե մենք Հայաստանի Հանրապետությունը ձեռներիցս բաց թողնեինք։ Եվ այն պրոցեսները հիմա Հայաստանում որ գնում է, դրանք գնահատել միայն դրական, շատ սխալ կլինի։ Դրանք դրականից դրական են։ Ես իմ ապրած ամեն օրը ժամը Ռուսաստանում շատ լավ եմ հիշում։ Ես ունեմ այնտեղ շատ բարեկամներ, ընկերներ, հարազատներ։ Շատ լավ եմ հիշում։ Թե որքան է ստիպված լինում իրանց համոզել, որ իրանք ռուսաստանցի չեն, իրանք հայ են։ Եվ լավ կլինի հայաստանցի համարվեն։ Եվ եթե շատ եք ուզում, այո, մեկը շատ է գնում այդ խոսակցությունը, թե ավելի լավ բանը ռուսների հետ, քան թուրքերի։ Իսկ ձեզով է կանգնացրել այդ ընտրության առաջ։ Ձեզով է թույլ տվել դուք կանգնեք այդ ընտրության առաջ, մեզ էլ քաշեք այդ ընտրության մեջ։ Նախ ինձ համար ռուսներն ու թուրքերը նույնական են։ Երբ որ ասում ենք ռուսական, դա կարճ ենք կապում, պարզապես չենք ուզում երկար ձիգ ասենք ռուս-թուրքական ամեն անգամ։ Հա։ Նախագահը գնաց Ալիևին ասում էր շնորհակալություն։ Էս ինչ եք անում դուք արա։ Սոսապեր, ինչին ասել շնորհակալություն։ Շնորհակալություն էին ասում, որ 5000 զոհ ունենք, որ 150,000 արցախ, ամեն ինչ կլորացնելը զգացել եք, չէ՞ բանա, դες բնավորությունը, 150,000 արցախցի եք, սրա համար էր շնորհ, թե մեր գերիներին որ պահում է դրա համար շնորհակալություն։ Մոտ հանգստացի արա։ Չէ, այնտեղ ասեց ինչի համար ինքը բաց։ Ասեց շնորհակալություն խաղաղության համար, հիմա այս process-ի մեջ ջանքեր ներդնելու համար։ Սա մեկ։ Երկրորդ դա դիվանագիտական լեզու է։ Դա հայատի բազար չի։ Դա դիվանագիտական լեզու է, որտեղ որ թշնամիները երբեմն իրար ժպտալով ասում են շնորհակալություն, անգամ շատ դեպքերում ասում են Աստված քեզ օգնական։ Ասենք կարելի է այս մակարդակի բաներից զրուցենք, բարձաբանենք իրար։ Բայց մենք կյանքից հասկանում ենք բան, սա ջոգում ենք մենք։
Բայց ոնց է չեք ջոգում, թե ձեզ որտեղ են քցել ու քցում դեռ։ Թուրքիայում հայկական թերթ կա, հեռուստատեսություն կա, Ռուսաստանում ոչինչ։ Այո, Ռուզաննա ջան։ Այո, ասեմ ավելին։ Թուրքիայում ոչ մի թուրք, ես իմիդներ չի էլի, որ ուզում եմ դրական ստվեր նետեմ նրանց վրա, հարցը այդ չի։ Բայց ամենայն դեպս Թուրքիայում ընդունված չի հայերին չեռնաժոպի անվանել կամ տենց համարել։ Այսքան ժամանակ Թուրքիայում որևիցե մեկը տեսել է թերթի մեջ գրված լինի, որ իր տունը տալիս է վարձով, բայց ոչ հայերին։ Իսկ Ռուսաստանի նման երկրի, Ռոստովի նման հայկական քաղաքում այդպիսի բաներ լիք է։ Սիրելի ռոստովցիներ, եթե այնտեղից մարդ կլինի դիտելու, խնդրում եմ ասեք, ես ո չեմ սխալվում, հանկարծ մարդ ես էլի։ Գնացեք, ուզում եք, ախպեր ջան, ուզում եք, ընտրեք, Նարեկին ընտրեք, տենց ռուսամետ ուժեր ընտրեք, որոշեք, որ վայ, հեսա թուրքի ձեռն եք, գնում ավելի լավ ռուսամետ ուժեր ընտրեք, թուրքի ձեռը չընկնենք։ Գնում եք, սիրուն ընտրում եք, իրար հաջող ենք անում, որովհետև այո, Թուրքիայում հայկական դպրոցներ կան, իրար հաջող ենք անում, որովհետև դրանից հետո Հայաստանը չի լինում, պարզապես չի լինում, որովհետև սրանք ընդունակ չեն լինելու ինչ-որ մի բանի, ասեն ոչ, ձեր զավակներին էլ հաջող կանեք, որովհետև ուրիշ հարցեր են լինելու, էլի, ստապվկեք կամ մեծանում է, մի հատ ստատիստիկա նայեք, Ռուսաստանում, բանը, Ուկրաինայում քանի ռուս է կռվում, Այն մնացածը ռուս չեն, 90%-ը ռուս չեն, գիտեք ինչ են, միութենական երկրի ներկայացուցիչներ, տեսեք, որպեսզի հասկանալի լինի, հա, Ռուսաստանի Դաշնություն, իմ կարծիքով անունը ձեզ շատ բան ասում է, հանրապետություն չի, Դաշնություն է, Դաշնություն բառից, այո, այսինքն, մեկից ավել երկրներ, դաշինք են ապել, դաշնություն են ստեղծել, Ռուսաստանի Դաշնությունը բաղկացած է 22 երկրամասերից, իմիջայլոց 22-ից ոչ մեկ Ռուսիա չի, սա ձեզ ասեմ, բայց չգիտես ինչի, ինքը կոչվում է Ռուսաստանի Դաշնություն, հիմնական ամեն դեպքում ռուսական հատվածը պիցեր Մոսկվայի այդ կողմերն է, ու վերջ, չնայած այնտեղ էլ եթե մի քիչ բստրանք լրիվ ուրիշ բան ենք գտնելու ու հայտնաբերենք, հասկանում եք, բայց ինքը Ռուսաստանի Դաշնություն է, ասենք Չեչնիան Ռուսաստանի Դաշնությունը, ու այսպես 22 հատ, Թաթարստանը Ռուսաստանի Դաշնությունը, ու այսպես 22 հատ, եթե դուք ուզում եք լինեք 23-րդը, ես կարծում եմ Ռուսաստանը հենց դրան է սպասում, խնդրեմ, իմիջայլոց, մոտավորապես նույնը, կարելի ասել Միացյալ Նահանգների մասով, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այդ երկրի, այդ պետության անունը այդպես է, Ամերիկա չի, է որ ասում են գնացինք Ամերիկա, Ամերիկան մայր ցամաք է, հասկանում եք, իսկ այն պետությունը, որ մենք նկատի ենք ունենում, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որտեղ որ նահանգները միացել են ու միացյալ ձևով կազմել են մեկ պետական միավոր, միջազգային հանրության համար մենք իրենք մի պետական սուվերեն տարածք են, վերջ, բայց իրենք միացյալ նահանգներ են, իմիջայլոց, եթե ուզում եք մտնել միութենական Ռուսաստան, ես դրան դեմ եմ, օրինակ, նույն տրամաբանությամբ արևմտամետեր կարող են լինել, դուք ռուսից ավելի ռուս եք, չէ՞ որ դրա համար եք ասում մտնենք Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, օրինակ կարող են լինել ամերիկացիներից ավելի ամերիկացիներ ու ասեն եկեք մտնենք Միացյալ Նահանգներ միութեն, կարա Հայաստանը հանգիստ դիմի Միացյալ Նահանգներին, այս ուզում ենք ձեր մի նահանգը լինենք, Միացյալ Նահանգները շատ մեծ սիրով կվերցնի կդառնանք Ամերիկա, ես լուրջ եմ ասում սա ձեզ, ու կդառնա միութենականության մաս, պարզապես Ամերիկա, ու այս պարագայում բնականաբար ես էլի դեմ կլինեմ, որովհետև իմ պետությունը դա իմ պետությունն է, ու ինձ համար անընդունելի է որևիցե միութենականության մեջ, այն միության մեջ կարա մտնի, որովհետև միությունները բազմաթիվ են, տնտեսական միություններ կան, ռազմական միություններ կան, սրանք միութենական երկրներ, ասա միությունն է, միությունն ու միութենականությունը տարբեր են, ասենք օրինակ Եվրամիությունը միութենականություն չի, մի սուվերեն պետություն չի, հասկանում եք, դա տարբեր սուվերեն պետությունների շատ սերտ համագործակցություն է հատկապես տնտեսական իրավական մասով,
Այն մատ Իշխան Սաղաթելյան կար, չէ՞, այտենց փորձում էր այտենց համեմատականներ տանել։ Քոչարյան Ռոբերտն էլ էր փորձում իմիջ այլոց։ Եվ իհարկե մարդը չէր դիտարկում անկախ պետական Հայաստան, ասում էր, ոչ, ես կարծում եմ, որ պիտի մենք մի միութենականության կազմած կազմենք։ Սա էր ասում Քոչարյան Ռոբերտը։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Հիմա գնացեք սատարեք։ Այդ դեպքում ստացվում է, որ դուք պայքարում եք իմ պետության դեմ։ Որովհետև այդ դեպքում դա ընդամենը հասարակ կարծիք չի։ Դա իմ պետությանը, պետական անկախությանը, ինքնուրույնությանը դեմ կոչեր ու հայտարարություններ են։ Ես դա այդպես չեմ կարող չգնահատել։ Իմ ու այդ տեսակի ձեր միջև տարբերությունը դա է մեծ հաշվով։ Եվ հենց դրա համար եք դուք ատում ինձ, չնայած ձեզ ատելու հիմքեր ավելի շատ ունեմ ես, բայց միևնույնն է, ասում եմ, արադեպ մի արեք։ Սա է ընդհանուր։ Այո, չզարմանաք, կարող ենք հանգիստ օրինակ դիմել, ասել, հարգելի Միացյալ Նահանգների նախագահ, մենք ցանկանում ենք դառնալ միութենական Ամերիկայի Միացյալ Նահանգների մի նահանգը։ Ռեֆերենդում անենք, միանանք։ Մեր երագույնը հանում ենք կամ չենք էլ հանում։ Դնում ենք Ամերիկայի դրոշը, կողքը մեր երագույնը, որպես տենց բան լինի, մի չոր ցածր կարող է լինի, մի քիչ կտորը փոքր լինի, մերն է։ Այնտեղ էլ ամեն նահանգ իր դրոշը ունի։ Ռուսաստանի Դաշնությունում էլ ամեն մի աշխարհամաս իր դրոշը ունի։ Վերջ։ Պոլու, բանով ապրում ենք, բայց մենք հիմա պետություն ենք ստեղծում։ Չեք ուզում։ Եթե չեք ուզում, խնդրեմ 26 թվականին գնում, ընտրում եք, որ դուք չեք ուզում պետություն։ Չէ, ու չընտրեք առողջ ուժերի, կընտրեք այդ փտախտներին, ռուսական բաներին, չուբլեբասներին։ Արևմտամետերին դա չեմ ասում, տեսեք, գիտեք չի, որովհետև իրենք այս աստիճան բան չեն ասել, ասում են արևմուտքի հետ պիտի աշխատենք։ Բայց չեն ասել մտնենք, դառնանք աշխարհում։ Ես ինչ ընդ։ Մեր սուվերենությունը չեն դրել կասկածի տակ։ Դրա համար ձեզ եմ ասում շուբլեբաս։ Դու չէ իրենց էլ կասեի, ինչ որ կաշխանդվածություն չունեմ։ Մեսա խնդիրը։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ուշադիր եղեք։ Մի թույլ տվեք ձեզ մանիպուլացնեն, մի թույլ տվեք իմ օգտվեն ձեր չիմացությունից։ Մի բան չգիտեք, ասեք քննարկենք, խնդիր չկա։ Ես էլ շատ բան չգիտեմ, բայց ձևերը գիտեմ արագ իմանալու։ Կբացենք միասին, կընթերցենք, կծանոթանանք, կիմանանք։ Ու դրանով շատերի աշխարհ կհանենք ինչ եղել։ Լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, ես չմտածեք, բարի գիշեր ձեզ։